Արդյոք աղի բլիթ ուտելը կամ փոխինդի վրա ձիունալի հետք փնտրելը Սուրբ Սարգիսի հետ որևէ կապ ունի։ Իհարկե ոչ։ Աղի բլիթը ունի հեթանոսական, գուշակական ծագում եւ այն կապված է երազագուշակության եւ պտղաբերության ծեսերի հետ։ Սակայն ցավոք շատ քրիստոնյա երիտասարդներ իրենց ապագա զույգին տեսնելու համար աղի բլիթ են ուտում եւ իրենց զրկում են ջրից, որպեսզի երազի միջոցով տեսնեն իրենց ապագա զույգին։ Որոշներն էլ գիշերով փոխինդի ալյուր են ցանում կամ դնում, հավատալով, որ եթե առավոտյան ալյուրի վրա ձիունալի հետք երևա, ապա տարին կլինի հաջողակ, բերքարատ, օրհնված։ Եվ սա ներկայացվում է որպես հին հայկական սովորույթ, անմեղ ավանդույթ եւ Սուրբ Սարգիսի հետ կապվող մի բան։ Սակայն ճշմարտությունն այն է, որ այն ընդհանրապես կապ չունի Սուրբ Սարգիսի եւ քրիստոնեության հետ։ Քնելուց առաջ աղի բլիթ ուտելը հին գուշակության ձև է եղել, որը հայտնի է եղել հին հայկական հեթանոսության մեջ, իրանական աշխարհում եւ միջագետքում։ Այն իրականում օնիրոմանտիա է, այսինքն երազագուշակություն։ Հեթանոսական աշխարհում կար համոզում, որ երազը միջանցք է աստվածների եւ մարդկանց միջեւ։ Ծեսի նպատակն էր իմանալ ամուսնու կամ կնոջը, տեսնել նշանակված մարդուն, կապ հաստատել անտեսանելի ուժերի հետ։ Սակայն Աստվածաշունչը բացահայտ մերժում է այդ բոլորը։ Երկրորդ Օրինաց 18:10-ում ասվում է. «Ձեզ մոտ թող չգտնվի գուշակող, մեռել հարցուկ, կախարդ, նշանագետ, որովհետև Տիրոջ համար զզվելի են սրանք»։ Աղի բլիթ ուտելու ծեսը նվիրված էր հեթանոսական աստվածուհի Աստղիկին, ով համարվում էր սիրո եւ պտղաբերության աստվածուհի։ Երբ ընդունվեց քրիստոնեությունը, Աստղիկի անունը դարձավ անթույլատրելի, սակայն ժողովրդի հոգեբանության մեջ սիրո գուշակության պահանջը մնաց, եւ այդ ծեսը սկսեցին կապել Սուրբ Սարգիսի հետ։ Իսկ ով էր Սուրբ Սարգիսը։ Սուրբ Սարգիսը եղել է 4-րդ դարի հռոմեական զորավար։ Նա ծառայել է հռոմեական կայսրությունում։ Սարգիսը եղել է քրիստոնյա, բարձր զինվորական եւ իր հավատքը չի թաքցրել նույնիսկ պետական ճնշման պայմաններում։ 4-րդ դարում քրիստոնեությունը դեռ լիովին օրինական չէր ամբողջ կայսրությունում։ Երբ իշխանության եկավ Հուլիանոս Ուրացողը 361-ից 363 թվականներին, սկսվեցին քրիստոնյաների նոր հալածանքները։ Սարգիս զորավարը հրաժարվեց զոհմատուցել հեթանոսական աստվածներին, հրապարակավ խոստովանեց Քրիստոսին եւ շարունակեց քարոզել իր զինվորների մեջ։ Սրա համար նա զրկվեց պաշտոնից եւ Պարսկաստանում դատապարտվեց մահվան։ Հայ եկեղեցու համար Սուրբ Սարգիսը հավատքի անսասանության օրինակ է, քաջության եւ նահատակության խորհրդանիշ, ոչ թե սիրո կախարդական սուրբ, այլ Քրիստոսին մինչեւ հիմա հավատարիմ մարդ։ Սուրբ Սարգիսը չի եղել սիրո գուշակ, չի եղել երազների մեկնիչ, չի եղել սիրո հովանավոր, նա եղել է ճշմարիտ քրիստոնյա, զորավար եւ նահատակ։ Նա հանուն Քրիստոսի եւ հավատքի մահացավ եւ նրա անունը օգտագործել գուշակության համար, նրան կապել հեթանոսական ծեսերի հետ, որին նա դեմ էր, նշանակում է նրան նսեմացնել, վարկաբեկել եւ հեռացնել իր իրական փառքից։ Ձիով գիշերով աղջիկների երազ մտնելը, աղի բլիթով փեսացու կամ հարսնացու տեսնելը, սիրո կամ ամուսնության կախարդական պատկերացումը որևէ կերպ չի առնչվում Սուրբ Սարգիսի կյանքին։ Հայ եկեղեցին նրան չի սրբացրել հորինված ավանդույթի հիման վրա, այլ վկայաբանության եւ հին գրավոր աղբյուրների։ Հայ հին եկեղեցին երբեք պաշտոնապես չի հաստատել աղի բլիթը, երազով փեսացու տեսնելը, սիրո գուշակությունը։ Ընդհակառակը, եկեղեցին սա մերժեց, քանի որ ծեսը ապագան իմանալու փորձ է, որը կախարդական մեխանիզմ ունի։ Սերը դարձնում է ճակատագրական պարտադրանք, սրբին օգտագործում է որպես գործիք։ Նարեկացին, Եղիշեն եւ այլ եկեղեցական հեղինակներ դեմ են եղել գուշակությանը, երազագուշակությանը, կախարդությանը։ Նարեկացին գրում էր. երազները, որ Աստծուց չեն, խաբկանք են սրտի եւ խավարի մտքի ծնունդ։ Եղիշեն ասել է. մարդը չպետք է հետամուտ լինի վաղվա օրվան իմանալուն, քանզի դա Աստծուն հատուկ իշխանություն է։ Ինչպես տեսնում ենք, թե Աստվածաշունչը եւ թե հայ քրիստոնյա հայրերը դեմ են ցանկացած տիպի գուշակությանը եւ փոխինդի ալյուրը դնել եւ առավոտյան վրան փնտրել ձիունալի հետք եւ դրա հետ կապել քո տարվա հաջողությունը, դա իրականում դասական նշանագուշակություն է, բախտի ընթերցում նյութի վրա։ Հեթանոսական ժամանակ գուշակության մեջ ալյուրը, հողը օգտագործվել են որպես գուշակության մակերես։ Աստվածաշունչը երբեք չի ասել. եթե նալ տեսնես, տարիդ հաջող կլինի,
այլ առակաց 10-22-ում ասվում է. Տերն է, որ օրհնում է եւ նրա օրհնությունը հարստացնում։ Երեմիա 17:5-ում ասվում է. Անիծյալ է այն մարդը, որ մարդուն կամ նշանին է ապավինում եւ Տիրոջից հեռացնում է իր սիրտը։ Սիրելիներ, քրիստոնյայի կյանքը ոչ թե նշանների, թվերի, երազների կամ ծեսերի վրա պետք է հիմնված լինի, այլ Աստծո խոսքի եւ Աստծո հետ իրական հարաբերության։ Եթե մարդը փորձում է աղի բլիթով, հատուկ գիշերային ծեսով կամ երազով իմանալ իր ապագան, նույնիսկ եթե նա դա անում է անմեղ սովորույթի անվան տակ, նա իր վստահությունը դնում է գուշակության վրա, ոչ թե Աստծո։ Քրիստոնյան չի հարցնի իր երազին, ով կլինի իմ ապագան, այլ իր կյանքի բոլոր ոլորտները վստահում է Աստծուն, իմանալով, որ Աստված իր համար ամենալավին է պատրաստել։ Սերը կախարդանք չէ, ամուսնությունը ճակատագիր չէ, սրբերը գործիք չեն մարդու ցանկությունները իրականացնելու համար։ Նրանք մահացած են եւ երկնքում են, եւ չեն կարող իջնել երկիր եւ ձիով տնետուն շրջել։ Սիրելիներ, Սուրբ Սարգիսը իրական հավատացյալ քրիստոնյա էր, ով Աստծուն չուրացավ մինչև հիմա։ Մենք պետք է հարգենք նրան ոչ թե գիշերը հեթանոսական ծեսեր կատարելով, այլ նրան նման իրական եւ անձնուրաց հավատքի կյանք ապրելով, նրան նման ճշմարիտ քրիստոնյա լինելով, նրան նման համարձակ Քրիստոսի անունը բարձրաձայնելով եւ մինչև հիմա Հիսուս Քրիստոսին չուրանալով։